Բարև ձեզ, ես 8-րդ դասարանի Մերի Սաֆարյանն եմ։ Այսօր ձեզ կներկայացնեմ ֆիզիկայի հետաքրքրաշարժ փորձերը, բայց դա կազմում է ֆիզիկայի փորձերի մի հատվածը ընդամենը։ Մենք այսօր կուսումնասիրենք 3 թեմա՝ մթնոլորտային ճնշում, ռեակտիվ շարժում, էներգիական լիցքերը եւ հոսանք։ Քանի որ մենք ապրում ենք երկիր մոլորակում, իսկ երկիր մոլորակը շրջապատված է օդային թաղանթով եւ այդ օդային թաղանթը անվանվում է մթնոլորտ։ Իսկ մթնոլորտի կողմից գործածված ճնշումը երկրի մարմինների նկատմամբ կոչվում է մթնոլորտային ճնշում։ Ում կներկայացնենք առաջին փորձը։ Էդուարդ։ Ես Էդուարդ Մարգարյանն եմ 8-րդ դասարանից։ Բավական է։ Ինչ է։ Հիմա ինչ է կարծում, ջուրը կթափվի միջից, եթե բաց թողնեմ։ Ինչ է կարծում, եթե ջուրը Մի բաց, ասա, ինչ է կարծում, ջուրը կթափվի, եթե բաց թողնենք։ Ինչ է կարծում, ջուրը կթափվի, եթե բաց թողնենք։ Կթափվի թե ոչ։ Իսկ այո, իսկ ինչու թողես դեռ։ Էդուարդ, թող։ Ահա։ Թող, դες կաշի որ որոշ ձեռքը լավ։ Այսինքն չի թափվի, ինչու, որովհետև Որտեվ բան ներսում ճնշումը ավելի մեծ է, արելա։ Ես Խաչատրյան Արամն եմ 7-ից։ Ես Հենրի Դավթյանն եմ 7-ից։ Դրանից, ինչպես Մերին ասաց, մենք գիտենք, որ երկիրը շրջապատող օդային թաղանթը կոչվում է մթնոլորտ, եւ մթնոլորտը ճնշում է գործադրում մարմինների վրա։ Այժմ կդիտարկենք պարզ փորձ, որը անվանում ենք մթնոլորտային ճնշում։ Ջուրը կգոլորշի շանակ, քանի որ գոլորշին գազ է, գազը կլցվի փուչիկի մեջ եւ փուչիկը կփչվի։ Կամաց։ Տեսեք, փուչիկը փչվեց։ Անկախված նստած ես ասում եմ ֆիզիկայի բանը, ասում եմ ֆիզիկան պետք է ժամանակ բանանի, դրանց ասում ես հələ ես մի հատ ասում եմ ինքն տանից։ Ոտերս արտկազ է տալի։ Եվ կտակացնենք բաժակը, որպեսզի նրա մեջի օդը ավելի քիչ լինի, քան մթնոլորտային ճնշումը։ Կնկատենք, որ հեղուկը կամաց հսկում է բաժակի մեջ, քանի որ մթնոլորտի ճնշումը ավելի մեծ է, քան բաժակի մեջի եղած ճնշումը, այդ պատճառով մարմինները ջուրը կլցվի բաժակի մեջ։ Հիմա կկատարենք եւս մեկ հատ փորձ։ Կլցնենք իր մեջ մի քիչ ջուր։ Ուզես բռնեմ։ Հա, բռնի, մերսի շատ։ Հիմա սա անցկացնելու ենք այս տոպրակի միջով։ Տեսնում ենք, որ ջուրը չի թափվում իր մեջից։ Ինչու՞, քանի որ երկու կողմից էլ մթնոլորտային ճնշումները հավասար են։ Կարող եք հետո մոտենալ եւ այս, ահա, սեղմիր, արագ մոտենալ։ Ուժը։ Եթե օրինակ մենք այս փայտիկներից մեկը հանենք, ճնվելու են եւ դրա պատճառով էլ արդեն ջուր թափվելու է։ Ինչ ստացվեց, որ մթնոլորտային ճնշումը երկու կողմից Հավասար է։ Ահա։ Թե մի հատը հանեք թող տեսնեք, մի հատը հանեք, տեսեք մթնոլորտային ճնշումը հանի դիպում, ահա։ Նայեք, թափվում է։ Ջուրը թափվում է, քանի որ սկսեց Ճնշումները խախտվեցին իրար։ Հիմա փորձի, տեսնենք ուժեր սեղմի։ Ահա,
վախտեսել օպա կապել ջուրը չթափել ջուրը